Ես որոշում եմ կայացել, այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Իմ խնդրանքն է, ձեզ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել։ Ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշման։ Ես որևէ կապ այլևս չունեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ ԲՀԿ անդամների հավաստմամբ սակայն Ծառուկյանը մնում է կուսակցական եւ падգամավոր։ Բարգավաճի նոր ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը։ Ուզում եմ լինել ավելի անկեղծ։ Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար, բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին ու ցնցումներին։ Այստեղ նույնպես ես անկեղծ եմ, ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն։ Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է։ Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ։ Ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ին Հանրապետականի նիստում Սերժ Սարգսյանը Ծառուկյանին չարիք եւ կեղծ քաղաքական երևույթ համարեց։ Խոսեց քաղաքական դաշտը մաքրելու անհրաժեշտության մասին։ Այդ հայտարարությանը հաջորդեց Ծառուկյանի ոչ պակաս կոշտ պատասխանը. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը», ասաց Ծառուկյանն ու դիմեց ժողովրդին. «Պատրաստվեք պայքարի»։ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը սակայն սրբագրումներ մտցրեց ԲՀԿ նախկին ղեկավարի ծրագրերում։ «Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը», հայտարարեց Ծառուկյանը, ով արդեն խնդիրները խաղաղ, օրինական քաղաքական ճանապարհով լուծելու կողմնակից էր։ Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից, ես այլևս կուսակցության նախագահ չեմ, բայց ես շարունակել եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։ Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթին գիտության մարդկանց, բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան։ Բարգավաճ Հայաստանի այսօրվա արտահերթ համագումարի օրակարգային միակ հարցը նոր նախագահի ընտրությունն է եղել։ Համագումարը փակ է անցկացվել։ Տարածված հաղորդագրության համաձայն Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է Գագիկ Ծառուկյանը։ Բոլոր պատվիրակները բացառությամբ ապարանցի падգամավոր Լյովա Խաչատրյանի կողմ են եղել Զոհրաբյանի թեկնածությանը։ Խաչատրյանը ձեռնպահ։ Կուսակցության նորընտիր նախագահն այսօր հրապարակեց իր առաջին որոշումը։ Բարգավաճ Հայաստանն ընդդիմություն է։ Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո, հիշեցնեմ, կուսակցությունը ներկայանում էր իբրև այլընտրանք։ Առաջիկա քառօրյայում օգտվելով ազգային ժողովի կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից ես որպես խմբակցության քարտուղար կկրկնեմ այդ հայտարարությունը, որ Բարգավաճ Հայաստանը ընդդիմություն է։ Համագումարի պատվիրակների առաջ ունեցած իր ելույթում Զոհրաբյանն ասել է, որ անկեղծ չի լինի, եթե չասի, թե վերջին իրադարձություններից հետո հանրության մի հատված Բարգավաճ Հայաստան կուսակցությունից չի հիասթափվել եւ դրա համար երևի ուներ իրավունք, նկատել է Զոհրաբյանը, բայց տեղի ունեցածի պատճառներից չի խոսել։ Համագումարից հետո էլ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների ոչ բոլոր հարցերին պատասխանեց։ Օրինակ, իրեն ընդդիմություն հռչակած Բարգավաճ Հայաստանը նախկինի նման պահանջելու է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Զոհրաբյանը միայն հստակեցրեց, որ ԲՀԿ դիրքորոշումը նույնն է մնացել սահմանադրական բարեփոխումների հարցում։ Բարգավաճ Հայաստանը, հիշեցնեմ, դեմ է հանրաքվեի անցկացմանը։ Հետագա քայլերն ու գործողությունները ճշտելու համար, ասաց ԲՀԿ նոր ղեկավարը, իրենց ժամանակ է պետք։ Ըստ էության մենք պիտի փորձենք նոր մարտավարություն մեր ծրագրային հիմնադրույթներից չշեղվելով, ժողովրդին ծառայելու մեր հիմնական գաղափարը դնելով հիմքում, այդուհանդերձ մշակել նոր մարտավարություն, գծել ճանապարհային մեր քարտեզը, մեզ հիմա որոշակի ժամանակ է պետք։ Մենք հապճեպ քայլեր չենք անելու, մեզանից հապճեպ քայլեր, հապճեպ որոշումներ, հապճեպ հայտարարություններ չակնկալեք։ ԲՀԿ ներկայացուցիչները չեն պատասխանում նաև հարցին, ինչով էր պայմանավորված քաղաքականությունից հեռանալու Ծառուկյանի որոշումը, նրան սպառնացել են։ Հարցեր կան, որոնց պատասխանները մենք կտանք, երբ որ կուսակցության ներսում մենք տեղի ունեցածը հանգամանալից կվերլուծենք։ Շարունակվում է Բարգավաճ Հայաստանից արտահոսքը։ Կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նաև 2012-ից ԲՀԿ անդամ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Վերջինը նաև հանդես է եկել հայտարարությամբ, բացատրելով, թե ինչու է դադարեցնում իր անդամակցությունը կուսակցությանը։ Իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի իմ գնահատման բացարձակ մեծամասնության ցանկությունը, այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու եւ երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու,
բերելու, այլև զարգացման ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնելու գործը։ Կլինեն նոր հերացողներ, թե չեն լինի, ես լինեմ անկեղծ, այս հարցին պատասխանել չեմ կարող։ Վարդան Օսկանյանը կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել է, Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր չի դնելու,